Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասորված ծրագիրն է։ Հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ոգեկոճման արարողություն Մանդելիա Լանապուլ քաղաքում։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարության խոսնակին ելույթը հայերի դեմ իրականացված ցեղասպանության հիշատակին նվիրված Բուխարեստ Պեցվալա 2 ցուցադրություն։ Հովա մնացալ Ամասիայի ու Գյումրի Հայջքյոքի հայերա, Արյուծյացի մաման, Տիրուհի Տեր Հարությունյան, Գյուլազարյան, նախապատմական Անի, աջակցին Արևմտյան Հայաստանապետական տելևիզիոնում։ 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 11-ին Մանդելիա Լանապուլ քաղաքին Հայաստանը հրապարակումը Խաչքարին Ռչին հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերին հիշատակին նվիրված ոգեկոճման հանդիսավոր արարողությունն է ինյական։ Միջոցառումը կազմակերպում են Մանդելիա Լանապուլ քաղաքին հայկական միությունը, Արևմտյան Հայաստան ազգային խորհուրդը, նախագահ պարոն Արմենակ Աբրահամյանին գլխավորությունով, Արևմտյան Հայաստանը հայերին համագումարը, Մինգել Ֆրանսիա-հայ ազատամարտիկների ու զինվորականների միությունը։ Արարողությունը ինյականա Մանդելիա Լանապուլ քաղաքին քաղաքապետ Սեբաստիան Լերոյի պատվավոր նախագահությունով սահմանված պետական ու համայնքային արարողակարգին համաձայն։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարության խոսնակ Էլա Դավթյանը ներկայացրել է շաբաթական ամփոփում շեշտել է բնիկ հայերի իրավունքների պաշտպանությունը, ազգային շահերի առաջմղումն արևմտահայերենի խթանումը, վերահաստատել է Արցախահարցում կառավարության դիրքորոշումը ընդգծել Արցախահայության ինքնորոշման իրավունքը։ Պատրաստվում են ապրիլի 24-ին ու 27-ին ցեղասպանության զոհերի ոգեկոճման միջոցառումներն Մինգել հիշատակի արարողակարգեր ներկայացվել է Western Armenia շաբաթաթերթին հոբելյանական 70-րդ համարը։ Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ ազգային թատրոնի ռոտոնդա սրահումը հայ կինը ցեղասպանության զոհու հերոս ու Ստրունգա հայ ողբերգի թայզատոնը խորագրավ ցուցադրությունների բացման արարողություն է ելել։ Միջոցառումը կազմակերպած է Ռումինիայի հայոց միության հայ մշակույթի կենտրոնը, Ռումինիա, Արևելյան Հայաստան Հանրապետության տեսփանության, հայ եկեղեցու առաջնորդարանի, հայերի դեմ իրականացված ցեղասպանության թանգարանի ինստիտուտի Բուխարեստ ազգային թատրոնի հետ համագործակցությունով։ Պերվի ցուցադրությունը հայ կնանոց խիզախության ու տառապանքի մասին է։ Հայերի դեմ իրականացված ցեղասպանության վախտը լուսանկարների պատմությունների վկայությունների միջոցով բացահայտվում են այն կնանոց դեմքերն ճակատագրերը վեր պայքարալն գոյատևելի հետի։ Երկրորդ ցուցադրությունը պատմում է Ռումինիայի Ստրունգա գյուղի հայկական որբանոցի մասին, վերը ստեղծված է 1923 թվականին ռումինահայ համայնքի նախաձեռնությունով ու ռումինական կառավարության քյոմագնելով։ Ցեղասպանությունն փրկված 200 խոխա ապաստան ընճարալ այդ հյուրընկալ անկյունում ու կյանքը շարունակելու թեզա հնարավորություն ստացալ։ Ցուցադրություններն միամիտ շարունակվեցին ինյական հանրության հետի։ Ցուցադրություններին բեցմանը ազգային թատրոնի ներկայացուցիչ Ադրիանա Պոպեսկուն ողջունալա ներկաներին կարևորելով նմանատիպ ցուցադրությունների կազմակերպումը ռումին հանրության հետի, որովհետև դրանք հնարավորություն ընտան ուսումնասիրել հայ ժողովրդին վերապրած ողբերգության ոչ այնքան հայտնի դրվագներն։ Արևմտյան Հայաստան ապրող լուսանկարիչ ու վավերագրական ֆիլմերի հեղինակ Մուրադ Էզերը նորից ճանապարհ անգալ Էզդոնա Ամասիա ու Գյումուր Հաջքյոյ հանդիպելի հետի են վերջին հայերին հովեր հալամանաման իրանց պապերին հողոման։ Իրան պերվի կանգառը Ամասյան այլաշտեղ բնակվում է 73 տարեկան Ռաֆայել անունով հայ կոշկակար իրան հիվանդ կնգանն հետ ուղեկցելով նվերներով ու քյոմագնելով Մուրադը մի քիշեր հյուրընկալվալ Ռափալին պատմական տանը բուրող հայկական մշակույթով ու շունչ տվող հիշողություններով։ Ինքը քեցալա Ամասիայի հայոց գերեզմանատունը վերին ամխիթար վիճակը սորվկայմա պատմության նկատմամբ ցուսաբերվող անտարբերության մասին։ Հետո ճանապարհը իրան տարալա Բիդակ Գյումուր Հաջքյոյ տեսնալի Շահան Մինասերին, քաղաքին վերջին հայ վաճառականին հյուր մագազինը Շահանգիիմը կապվելի շեմի երան պիցրացալա վերջին դոնմը Վարձին դարդա։ Ավելի քան 140 տռնվա պատմություն ունեցող հայկական ընտանիքը 3 սերունդ ծառայելա տեղի բնակչությանը։ Մուրադի ու Շահան աղբարիկի հանդիպումը վերածվելա ջերմ ու հուզիչ խոսակցության հայացք բիդա անցյալ վերմարման ներկայի բերումով։ Մուրադ Էզերին ճամփորդությունը հիշեցնում է Արևմտյան Հայաստան հալամ ապրում են մարդիկ, որոնց ներկայությունը պատմությունն ու պատմությանն ներկայի մասին է։ Պատմությունը վերը չպիտի մոռանալ, բայց անհրաժեշտ է պահել Արևմտյան Հայաստանում միլիոնավոր հայերի հովեր հաստատում չն իրանց ինքնությունը հայերի դեմ իրականացված ցեղասպանության դարդան։
Գարեգին Նժդեհի մաման Տիրուհի Գյուլնազարյանը ծնվել է 1850-ականների Նախիջևանա կզնուտ շենումը։ Շինացի քյուրան Խաթային էլ անվանելիս, բայց ինքը իրականում Տիրուհի է էլ Դարփին Գյուլնազարին 7 դուստրերա միննել։ Փսակվալա նույն շենի հոգևորականի տեր Սահակին տղեն Եղեշեին հետ ու 4 հատ խոխայ բերալ։ Խոխորցը պապա մահացալ 1888 թվականին վեր Նժդեհը մենակ 2 տարեկան այլել։ Տիրուհին տռալա մամա ու հայր, դաստիարակել է յուրան զավակներին տոկունությամբ ու նվիրումով։ Յուրան լուսանկարը պեր վիդեոյում հայտնաբերվել է 1990-ին Քյոհնա ճամպրուկումը։ Խիստ բայց բարի դեմքավ էդ կիննա իլալ են անձը հյուր հիշատակը միշտ ուղեկցալա Նժդեհին։ Տիրուհին յուրան կյանքին վերջին տարիներին Վլադիկավկաս ու Դիլիջանա անցկացրալ 1938-ին փետրվարին ինքը մահացալա յուրան գերեզմանը երկան տարին է անհայտ այլալ։ Մենակ 2001 թվականին հայտնաբերվել է Դիլիջանա քաղաքային գերեզմանոցում տառնալավ ազգային ուխտատեղի։ Նժդեհը յուրան մամուն անմոռանալի կերպար այլալ համարելիս յուրան նամակներում նշել է. «Եթե հալամ սաղ ասիելի մամաս, համբուր իր ցերքը, իսկ եթե մահացալա, ապա գերեզմանը»։ Մինչ անիին փառքը պիցրնալ իսրայել միջնադարյան Հայաստանապատմության էջերումը, այս վաղը վաղուց արդեն ունեցալ յուրան պատմությունը մայրաքաղաք անիին տարածքը բնակեցված այլալ հալամ նախապատմական ժամանակներից դարեր շարունակ ինելավ մարդկային կյանքի ու ստեղծագործության կենտրոնը։ Սրա մասին վկայություններ տամ Ալեմ շենան հայտնաբերված ժայռապատկերն են։ Ալեմը անիից 15 կիլոմետր հեռավորության երայա ու հանդիսանում կարևոր Քյոհնա վկայություն ապացուցել է վեր անիի տարածաշրջանը մշակութային կենտրոն այլալ հալամ հազարավոր տարիներ առաջ։ Այս ժայռապատկերներն իրանց խորհրդանշական պատկերներով ու նախնական գծանկարչությամբ բացահայտում են մարդկային վաղ փորձերը պատկերելի իրանց աշխարհնահավատալիքն են։ Դրանք թեզյա լույս են տամ անիի նախապատմական ժառանգության երան ընդգծել ավեր անիի պատմությունը սկսում ավեշ թամիջնադարում այ շատ ավելի խոր Քյոհնա վախտերան։ Արեմտյան Հայաստանա տելևիզիոնին հավատարիմ մնալ յուրան սկզբունքներին եշողներին շարունակում է յուրան անխափան գործը թեզյա մոտեցումներով։ Հունցը արդեն գիտում ենք մեր տելևիզիոնին ինքնագովազդավ չի զբաղվում։ Յուրան միջոցով հիմնականում հեռարձակվում են Արեմտյան Հայաստանա պատմությանը ներկային ու ապագային վերաբերող մինգել քաղաքական ու այլ ենթատեքստերով ու տարբեր խնդիրներ վերհանող լուրեր։ Արեմտյան Հայաստանա տելևիզիոնին արձանագրալ է յուրան կարևորագույն ձեռքբերումներ ամենը թողարկել է Western Armenia TV շաբաթաթերթը վերը ուղղված է մեր պատմության մշակույթի ու ինքնության պահպանման հանրահռչակմանը։ Մունք թափանցիկ ու հասանելի ձևով ներկայացնում ենք Արեմտյան Հայաստան Հանրապետության նախագահին, կառավարության, ազգային ժողովին ու մնացած կառույցներին քաղաքական անցուդարձը։ Սիրելի հայրենակիցներ, ձեր աջակցությամբ մեր տելևիզիոնում հնարավորությունն են ավելին ընդլայնվում ու պնդանում։ Մունք միասին ենք ուժեղ։ Սիրելի հայրենակիցներ, սորվայտ այսքան ենք նախատեսալ, շնորհակալություն ուշադրության հետի պնդկացիք։